կոռուպցիոն բնույթի հնարավոր հարցադրումներ, հնարավոր կամ առերևույթ հանցագործությունների մասին հայտարարություններ, որոնք կարիք ունեն ոչ թե հայախառը հակադարձությունների, այլ փաստարկված հակադարձությունների։ Փոխարենը այստեղ բերվում է, անընդհատ վկայակոչվում է Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանը այս, Ռոբերտ Քոչարյանը այն, ես ուզում եմ հիշեցնել, դուք եք գեներացնում Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլարի կարողություն ունի։ Դուք եք գեներացնում եւ դուք տարածում եք։ Հիմա հանրությանը պատասխանեք, ուր է 4 միլիարդը։ Ուր է։ Օդում է, թե չկա։ Պարոն Նահապետյան, այս հայտարարությունը դուք նաեւ պիտի հիմք ընդունեք։ Երբ որ մարդիկ այս ամբիոնից եւ ոչ միայն այս ամբիոնից լրատվամիջոցներով կեղծ եւ սուտ լուրեր տարածելով հետագայում փորձում են հիմքեր ստեղծել եւ մի հատ էլ հրեշի կերպար դարձնել ու սկսել պայքարել այդ հրեշի դեմ։ Իրականում այդ հրեշները այդ կերպար ստեղծողներն են։ Ոչ թե մարդը հաղթանակած նախագահը, այո, ես բազմից եմ ասել, ել եմ ասելու։ Եվ որի կառավարման տարիներին ադրբեջանական որևէ անձ չէր կարող ռիսկ անել, պատերազմ սկսել կամ ռազմական ակտիվ գործողություններ սկսել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հանդեպ։ Փոխարենը անընդհատ ինչ որ սկսել են նոր մեղադրանքներ։ Իրենց կառավարման տարիների կատարված հանցագործությունների մեջ նորից ընդդիմությունն է մեղավոր։